Մենք ինչու պետք է զգուշավորությունը մենք ցուցաբերենք, գուցե Թուրքիան պետք է հիմա զգուշավոր լինի, նրբանկատ ըմբռնումով մոտենա իմ այս արտահայտարարություններին, որ ասում թող թուրքերը անհանգստանան, նրանք թող սիրաշահեն մեզ, ոչ թե մենք մտածենք սահմանը պետք է բացեն, նույնիսկ մենք պետք է ասենք չենք ուզում ձեր սահմանը բացվի, այդ թող իրենք իմանան, որ կան մարդիկ հայության մեջ, որ չեն ներել իրենց, մենք գիտենք իրենք ինչ են արել, իրենց նախնիները ինչ են, մենք գիտենք իրենք որտեղ են ապրում, դա մեր տունն է, թող իմանան, որ կա մարդ, որ ասում է, որ ես տեր եմ ժառանգությանը, ես հիշում եմ, ես ով եմ, թող իրենք իմանան, թող իրենք իմ ըմբռնումով մոտենան իմ պահանջատիրությանը, այդպես ասենք, ճակերտների մեջ եմ դա վերցնում։ Իշխանությունը, որը որ պարտավոր է ապահովել մեր երկրի անվտանգությունը, տնտեսության զարգացումը, թող նա լեզու գտնի, թող նա զիջումների գնա, իսկ իմ նման մարդիկ, ազատ մարդիկ, հասարակական գործիչները կարող են եւ ավելի ազատ խոսել։ Թող Թուրքիան զիջումների գնա, թող ինքը մտածի, որ սահմանը բացում է, մեզ պետք է առաջարկի արտոնություններ տա իր թիկունքը անվտանգ պահելու համար։ Թուրքիան պետք է իմանա հայկական պետության առաջացումը, Արմյանսկայա օբլաստի առաջացումը։